Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանում գործել է 63494 կազմակերպություն, գրանցված աշխատողների քանակը կազմել է 797589, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը 299618 դրամ, մեկից 9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 51755 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 81%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 143848 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 18%-ը։ Մեկից 9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, իսկ ամսական միջին աշխատավարձը 144609 դրամ։ 10-ից 49 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 9275 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 15%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 194960 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 24%-ը։ 10-ից 49 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 21 է, իսկ ամսական միջին աշխատավարձը 238022 դրամ։ Ոչ պետական աշխատատեղերի դեպքում պատկերը հետևյալն է. Հայաստանում գործող ոչ պետական կազմակերպությունների թիվը 59943 է, իսկ գրանցված աշխատողների քանակը 573432, միջին ամսական աշխատավարձը կազմում է 327883 դրամ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի եւ Կատարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ գործընկեր երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնման եւ արտահանման խթանման հեռանկարները, ինչպես նաեւ տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել արտահանման ոլորտում ներկայումս առկա մարտահրավերները նոր հնարավորությունների վերածելու ուղիներին, գործարար կապերի ակտիվացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի հետագա խորացման պատրաստակամությունը, վերահաստատելով փոխշահավետ գործակցության կարևորությունը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կազմակերպած «Կարող են արդյոք ազգերը հասնել համաձայնության» մակրոտնտեսական քաղաքականությունն աշխարհում, որտեղ չկա համագործակցություն խորագրով համաժողովին։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ բացման ելույթում հանրապետության նախագահն անդրադարձել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին, համակարգային կոռուպցիայի դեմ պետության պայքարին եւ արձանագրված հաջողություններին։ Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է ներկայացրել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի մասին։